կազմում, որին հետ նաև կառավարությունը մասնաբաժին ունի այդպիսի աշխատաբաշխական աշխատավարձ ստացող երկրորդ անձին։ Ես որևէ կառույցի աշխատավարձի չափը հատուկ չեմ նայել ու չեմ կարող հիմա դրա հետ կապված պարզաբանում տամ։ Մենք առհասարակ պարոն Կոնջորյանի թեկնածությունն ենք քննարկում իբրև ազգային ժողովի փոխնախագահ։ Ինձ մոտ էլ է տպավորություն, որ մենք ինչ-որ հայփոստի տնօրեն ենք ընտրում, որովհետև ընդդիմության ելույթները, չգիտեմ, դիտարկումները դրան են վերաբերում, բայց ավելի ճիշտ կլիներ, օրինակ հարցնեին, ինչպիսի քաղաքականություն եք պատկերացնում, որ կվարեք այս կամ այն ուրեմն գործիքակազմը կօգտագործեք որևէ խնդրի, որևէ լավարկվող կամ հարաբերությունների հետ կապված, դրա համար ես հիմա այս կեղծ օրակարգի մեջ չեմ ուզում մտնել։ Ես գիտեմ, որ պարոն Կոնջորյանի կինը շատ լավ աշխատակից է եւ հենց ներսից է եղել, վարչության պետ է եղել եւ մրցույթի է մասնակցել եւ փաստորեն հաղթել է մրցույթը ինքը։ Մնացած հարցերը արդեն պետք է ուղղել։ Ես տեղյակ չեմ եւ չպետք է տեղյակ լինեմ, հենց այդ է։ Հիմա մեզ մտցնում են միայն մի այնպիսի օրակարգի մեջ, որին մենք չենք տիրապետում եւ չպետք է նաեւ տիրապետենք նաեւ ի պաշտոնը։ Մեսրոպ Արաքելյանը գրել է, որ վերջի 7 ամիսների ընթացքում հայփոստը մոտ 4 միլիարդ դրամի վնաս է կրել, երբ որ այն հայտնվել է պետության ներկայացում։ Այս մասին որևէ տեղեկատվություն դուք ունեք։ Ես նոր ասացի, որ ես որևէ տեղեկության չեմ տիրապետում, որպես քաղաքացի, որը հայփոստ մտնում դուրս է գալիս, վերջին տարիներին նկատել եմ ավելի բարեկեցիկ սրահներ սպասարկման, դա կարող եմ ասել, ավել բան չեմ կարող ասել, ես չեմ տիրապետում, ես չպետք է ես դրան տիրապետեմ։ Հարություն Նացականյանը բոլորովին այն օրինակ վերեցա, այդ ելույթի ընթացքում, թե ինչ, այսպես ասած, բյուրոկրատական Միգուցե հիմա ինքն էլ խնդիր է բարձրաձայնել, падգամավորը լավ է անում, բարձրաձայնում է։ Հիմա ես դա ինչի պետք է մեկնաբանեմ։ Տիկին Հակոբյան, տեսեք նաև ինչ որ նախկինում, երբ որ նմանատիպ դեպքեր էր լինում պաշտոնյաների ընտանիքների հետ կապված աղմկահարույց, գործող իշխանությունը, որ ընդդիմություն էր այդ ժամանակ բարձրաձայնում էր եւ ասում էր, որ ընտանիքի անդամների հետ կապված խնդիրներ կան այս կամ այն պաշտոնի նշանակման եւ հիմա ըստ էության արտարացիորեն հարց է բարձրանում Հայկ Կոնջորյանին ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում մերժելու ԿՊ-ի կողմից, հա, այդ հարցը, որովհետեւ նախատեսությունը հանդգնել է աշխատել։ Ոչ միայն չի հանդգնել աշխատել, այլ նաեւ նրա եղբայրը դրսևորել է ոչ պատշաճ վարկագիծ, օրինակ դուք դատապարտում եք, որ հայոյախառն արտահայտություններով գնում է մեկ հայ ընտանիքի վրա նրա եղբայրը։ Ես ինչպես իմ թիմակիցները ինչու որովհետև մենք բոլորս նույն արժեքներն ենք կիսում, մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, այդ թվում ֆիզիկական բռնություն, որը պարոն Կոնջորյանի եղբոր հանդեպ է եղել։ Հիմա գիտեք, որ նախաքննական մարմնում է գործը եւ գործը հարուցված նաեւ պարոն Կոնջորյանի եղբոր նկատմամբ եւ անկախ դատաիրավական համակարգը կքննի եւ մենք կտեսնենք ով ինչի համար էր մեղավոր։ Ես ձեր լրատվամիջոցներից տեսել եմ այդ զազրելի կադրերը, ինչպես են մի քանի հոգով ուրեմն բռնություն կիրառում մի հոգու հանդեպ եւ շատ դատապարտում եմ հենց բռնության դեպքերը։ Նաև շատ դատապարտում եմ, որ պաշտոնյայի հարազատ լինելու բերումով մարդիկ են թիրախավորվում, այստեղ կանանց իրավունքների ջատագով ներկայացող, օրինակ նոր падգամավորը ներողություն անունը չեմ հիշում դեռևս, որ ներկայացող չէ կանանց իրավունքների ջատագով, բայց դուրս գալ ու թիրախավորել մարդուն, ով մասնագիտական աշխատանք է կատարում միայն նրա բերումով, որ պաշտոնյայի կին է, սա էլ եկեք համաձայնենք, որ ճիշտ չէ, եւ եթե մենք ուզում ենք աջակցել այլ կանանց, նրանց ներգրավվածության եւ այլ առումներով, ապա պետք է այս գործելավոճը ուրեմն թողնենք, այնպես որ եկեք մենք էլ հիմա այս մեր ճեպազրույցով չթիրախավորենք մարդկանց նրա բերումով, եթե գործ չհարուցված չլիներ, դուք կարող եք ասել, որ կա նման ուրեմն մամուլում կամ չգիտեմ, նման խոսակցություն, որ նրա կողմից էլ է եղել որոշակի, հա, գործողություններ, կասկածանք կա, ես էլ կասեք ինչի չի գործ հարուցվում, այստեղ նրա դիրքն է միգուցե պատճառը, բայց հիմա երկու անձի հետ կապված էլ կա հարուցված քրեական
գործ։ Եվ Եկեք չկա թողնենք, տեսնենք մտավախություն, որ Հայկ Կոնջորյանը լինելով ազգային ժողովի փոխնախագահ իր լիազորությունների շրջանակներում կփորձի միջամտել գործի։ Պարոն Կոնջերյանը պակաս դիրք չուներ մինչ այսօր, նա իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավարն է եղել վերջին 5 տարիներին, եւ եթե նա որևէ լծակ օգտագործելու ուներ, դա էլ հարմար պաշտոն էր։ Տիկին Հակոբյան, եթե կարելի է, Արեգնազ Մանուկյանի դստեր հետ կապված շատ են բարձրաձայնել, որ չի թույլատրվում 13-ամյա դուստրը հանդիպի նրա հետ։ Որպես կին պատգամավոր եւ մայր ինչպես է վերաբերվում այս հանգամանքին։ Շատ լավ։ Իհարկե ինձ համար որպես պատգամավոր, որպես կին մայր, շատ կարևոր է, որ ցանկացած դեպքում երեխայի լավագույն շահը չտուժի, եւ ես շատ ցավում եմ, որ 13-ամյա երեխան չի կարողանում տեսակցել մորը, բայց նաև որպես պատգամավոր հաշվի առնելով նաև ինչ մեղադրանք է առաջադրված, իսկ դուք գիտեք, որ ծանրագույն մեղադրանք է, իրավապահ համակարգը նման ուրեմն սանկցիա է մտածել, որոշել, որովհետև ելի եմ ասում հաշվի եկեք առնենք, թե ինչ ծանրագույն մեղադրանք է առաջադրված տիկին Մանուկյանի նկատմամբ, համենայն դեպս շատ ցավում եմ, որ 13-ամյա աղջիկը, որը իմ դստեր տարիքին է, հնարավորություն չունի մորը տեսակցելու, բայց չեմ ուզում էլ հիմա եզրահանգումներ անել գործի հետ կապված նախաքննություն է ընթանում։ Տիկին Հակոբյան, ընդհանուր առմամբ քաղաքականների ելույթները լսելիս տպավորություն է, որ անհաշտեք միայն նախկինների դեմ պայքարում, իսկ թիմակիցների հետ կապված նույն սկզբունքները գրեթե չկիրառվում։ Այդ տարբերությունը ինչի բերումով եք տեսել օրինակ, ես ինչի հետ եք համեմատում, հա, իհարկե նախկինների հետ մենք հեղափոխություն ենք արել ու հիմա էլ պայքարում ենք նախկինների դեմ, ովքեր հենց հիմա նստած են ընդդիմադիր երկու խմբակցություններում։ Ուժեղ Հայաստանի դաշինքը ներկայանում է իբր նոր ուժ, բայց մեծ մասը հանրապետական կուսակցությունից եկած մարդիկ են, ել չեմ ասում խմբակցության ղեկավարի հոր ով լինելը, այնպես որ իհարկե պայքարում ենք, մեր թիմակիցների հետ կապված ասեմ, որ մենք երևի ամենաանողոքն ենք եղել մեր թիմակիցների հանդեպ, մենք ինքնահայեցմամբ մշտապես ենք զբաղվել եւ միայն մեր իշխանության օրոք է, որ դուք տեսել եք գործող նախարարի, փոխնախարարի, падգամավորի նկատմամբ, հա, անգամ կալանավորման, ձերբակալման դեպքեր, հարուցված քրեական գործեր եւ ասել, որ մենք աչք ենք փակում մեր թիմակիցների խնդիրների դեմ, այդպես չէ։ Տիկին Հակոբյան, կներեք էլի մեկ հարց տամ։ Տիկին Հակոբյան, տեսեք, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, հա, պետականացնելու, վերցնելու այս գործընթացին հետ մեկտեղ նաև մուլտիվելնեսն է վերցվել, նայեք, ի սկզբանե հայտարարվել էր, որ տարածքն է ապօրինի եւ այն պետք է վերցվի։ Բայց այս դեպքում քաղաքապետարանը ինչ գործ ունի Գագիկ Ծառուկյանի, օրինակ տրինաժորի զալի այդտեղ արկա գույքի հետ, իդեպ Ավինյանը եւս հա, Ավինյանը այնտեղ ըստ էության արդեն ըստ տնօրենի հայտարարության Հիմա ոնց որ փայլակի հարցն է, հեսա դուք էլ հարց կա։ Եվ նաև ըստ տնօրենի հայտարարության Տիգրան Ավինյանը ծրի է պարապել այնտեղ, սա նաև ըստ էության Եվ բայց այստեղ խնդիրը ժողովուրդ, ես ինչ կապ ունեմ ինչ որ մեկի նվեր ստացած ենթադրյալ քարտի հետ, էլի։ Եթե ինձ հետ է կապված, ինձ հարց տվեք, իսկ իմ ինչ որ մի թիմակցի ու ինչ որ մի Չէ, այստեղ խնդիրը որ ես կապ չունեմ, բայց ինչ վերաբերում է մուլտիվելնեսին, դուք գիտեք, որ ապօրինություններով էր այդ շինությունը, տարածքը վերցված եւ մեզ ամենաշատը այս տարիների ընթացքում հեղափոխությունից հետո հենց քննադատում են, որ նախկին ապօրինությունները մինչև վերջ բացահայտված չեն։ Դուք հիմա ամեն անգամ, երբ որ մի բացահայտում է լինում, ամեն օր նմանատիպ բաներ է, չէ, բացահայտվում, անգամ վարչապետը հատիկ առ հատիկ հեշթեգով դնում է։ Որևէ մի դեպքում լրատվամիջոցները այսպես չեն բարձրախոսները դեմ տալիս, ինչու այսինչ համայնքի այսքան հեկտար տարածքը վերադարձվեց օրինակ համայնքին, հասարակությանը կամ չգիտեմ, այդ ապօրինությունները շտկվեցին։ Չեք անում, որովհետև միգուցե այն մարդիկ, ովքեր օրինակ այդ դեպքում ապօրինություն, շնորհակալություն ձեզ անձամբ, գնում Դա նոր է,
Որովհետև ուրեմն այն մարդը, որը միգուցե այդ ապօրինություններն արել է եւ հիմա վերադարձվել է ապօրինի գույքը որոշակի, չունի լրատվամիջոցներ կամ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում։ Հիմա մշտապես բերել եւ այդ քաղաքականության մեջ որևէ ներգրավվածություն ունեցող մարդկանց այսպես դարձնել քաղհալածյալներ, աչք փակելով այն հիմքի վրա, որի հետ կապված նրանց հետ առնչվում է պետությունը, սա էլ եկեք ընդունենք, որ ազնիվ չէ։ Իսկ մնացած հարցերը գույքն է, նաև անցել, միայն հողն է, անունն է փոխվել, ցուցանակն է փոխվել, ես դրան չեմ տիրապետում, ես մոտով չեմ, կյանքում չեմ մտել այդ համալիր։ Հիմա նորմալ է, որ Ավինյանը ձերին տեղ պարապել է։ Ես ախր ինչ գիտեք, ես չգիտեմ։ Ես չգիտեմ, եկեք պարոն Ավինյանին կհարցնեք, ինքն էլ հաճախակի շփում ա ձեզ։ Դուք խնդիր համարում եք, որ իշխանության ներկայացուցիչը թանկարժեք նվեր է վերցնում բիզնեսի ներկայացուցիչը։ Ինքս չեմ օգտվել նվերի, չէ, ես իմ կարծիքն եմ ասում, չեմ օգտվել, որովհետև նաև նման սահմանափակում ունեն պաշտոնյաները։ Հակոբյան, շատ է խոսվում Ալեն Սիմոնյանի նոր պաշտոնների մասին։ Դուք տեղեկություն ունեք, նոր պաշտոն ունենալու է Ալեն Սիմոնյանը, օրինակ դեսպանի պաշտոն։ Ես տարբեր վերնագրեր կարդում եմ լրատվամիջոցներում եւ ինքս չեմ տիրապետում պարոն Սիմոնյանը ինչ որ աշխատանքի պաշտոնի առաջարկ ունեցել է թե ոչ, բայց ուրեմն հանգստից վերադառնալուց հետո պարոն Սիմոնյանի նա շատ հաճախ լինում է փողոցներում, սրճարաններում Երևանի, դուք կարող եք նրան էլ հարցնել կամ ինքը միշտ այդպես ձեզ հետ ակտիվ է շնչում, ինքը շփվում նաև ինքը իր սոցցանցերն է ակտիվ օգտագործում, այնպես որ դուք կարող եք իրենից էլ հարցնել, բայց այն որ պարոն Սիմոնյանի ուրեմն հմտությունները, փորձառության կարիքը մեր իշխանությունը, մեր հասարակությունը նաև այդ պահանջը բարձրաձայնում է, դա էլ է հաստատ, այնպես որ այդպես հիմա տեսնում եմ բան պարոն Սիմոնյանին իբր վերջ, ինձ էլ հարցեր են տալիս լրագրողները, թե բա դուք մենակ եք։ Ինձ օրինակ շատ են գրում, քիչ առաջ էլ մի նամակ եմ օրինակ ստացել, ձեզ էլ կարող եմ ցույց տալ, շատ են ուզում պարոն Սիմոնյանին տեսնել էլի ակտիվ քաղաքականության մեջ։ Դրա կարիքը չկա, հարգելի Նարեկ։ Մենք միացյալ դիրքորոշում չունենք, որովհետև չենք քննարկել այդ հարցը։ Պարոն Վարդևանյանի շատ կարճատև Հայաստան դաշինքի շրջանակներում շփումներից հիշում եմ, որ հավասարակշռված այդպես պատգամավոր էր ի տարբերություն իր այլ թիմակիցների, բայց մենք չունենք որոշում եւ նաեւ եկեք հաշվի առնենք, որ սա այսպես ասած ավելի շատ պահանջ է, որովհետև դա ընդդիմությանը հասանելիք փոխնախագահի պաշտոն է եւ ողջունելի է, որ ուժեղ Հայաստան դաշինքը իրենց ուժին հասանելիք պաշտոնների համար թեկնածություններ կառաջադրեն։ Այսինքն վիժեցնելու գործընթացի մասին խոսք չկա։ Բայց մինչև հիմա ինչն ենք վիժեցրել, որ դա վիժեցնենք, բայց մենք չունենք որոշում, էլի։ Ահա։ Ես ձեր էջերում չեմ կարդացել, իսկ ես ձեզնից եմ նման բաները տեղեկանում լրագրողներից, չեմ կարդացել թե ում որտեղ են պատկերացնում, մենք մեր թեկնածուների մասին գիտեք, որ վարչությունում քննարկումից անմիջապես հետո վարչապետը հրապարակել է մեր թեկնածուների անունները, ուժեղ Հայաստանը չի հայտնել դեռևս որևէ դիրքորոշում, չեմ կարող ասել, բայց դա իրենց հասանելիք պաշտոններն են, այնպես որ թող առաջադրեն, քննարկում կա դրա համար ուղիղ եթերում, մենք քննարկում հարց-պատասխան ելույթներով հանդես կգանք եւ մեր տեսակետները մենք խմբակցություն ենք եւ մեր խմբակցությունը կունենա միացյալ դիրքորոշում վստահ եմ մենք այդ քննարկումների արդյունքներն էլ ենթադրում եմ որ կհրապարակենք Տիկին Հակոբյան երկու հարց ունեմ էլի նախ գուցե անդրադարձակ ես չլսեցի եթե ասել եք
կարող չպատասխանել Գոնջորյանի մասով հնարավոր է խմբակցությունը վերանայի որոշումը եւ օրինակ չընտրի պարոն Գոնջորյանին նախագահ ազգային ժողովի եւ երկրորդ հարցը Ադրբեջանից Հաջևա սահմանադրության փոփոխություններից է կրկին խոսել եւ ասել որ ազդակներ են ստանում որ Հայաստանում լինելու է հանրաքվե հնարավոր է կա ինչ որ քննարկում Բաքվի հետ այդ մասով եւ չի հանրայնացվում կամ այդ ազդակները ինչպես են հասել Բաքու որ հանրաքվե լինելու է այն դեպքում որ Հայաստանում իշխող ուժը դեռ 2/3 չունի եւ այդ հարցի լուծումը իրավական առումով առնվազն տեսանելի չէ Մենք մեր ներքին հարցերը ինչու պետք է քննարկենք որևէ երկրորդ երկրի հետ։ Դա մեր ներքին հարցն է, իսկ ազդակներ մենք հրապարակային ասում ենք, մենք նոր սահմանադրության այդպես հանձնաժողով ենք ստեղծել, այսինքն դա տես թաքուն բաներ, որ ազդակներ է հասել Բաքու։ Եթե մենք քննարկում ենք այդ ամեն ինչը, եթե մենք խոսում ենք, ունենք նախագիծը, ասում ենք, որ առաջիկայում հրապարակելու ենք այդ նախագիծը, մենք ասում ենք, որ շատ կարևոր այդ թվում դատական համակարգի բազմաթիվ խնդիրներ այդ նոր սահմանադրության շրջանակում ենք պատկերացնում, որ պետք է լուծենք, ինչ ազդակի մասին է խոսում։ Ուղիղ ասում ենք, որ մենք առաջիկայում պատրաստվում ենք այդ process-ներն առաջ տանել։ Բայց ինչպես Տիկին Հակոբյան կա արդեն պատկերացում, որովհետև ըստ էության խորհրդարանում նախագծի ընդունման անհրաժեշտ ձայները ԿՊ-ն չունի հնարավոր է հաշվի առնելով այն կառուցողական մթնոլորտը, որ փորձում եք հաստատել նաև դիմության հետ, փորձեք համոզել, որ միանան ձեր օրակարգին։ Շատ լավ կլինի, որ նրանք էլ Հայաստանի շահը տեսնեն մեր հիմնարար փաստաթղթերում, կարևոր փաստաթղթերում, բայց գիտեք 18 թվականին էլ ԿՊ-ն շատ ամենափոքր խմբակցությունն էր ազգային ժողովում, բայց ժողովրդի ցանկության բերումով եկան եւ քվեարկեցին նրա համար, որ ԿՊ-ն լինի իշխանություն եւ ունենա վարչապետ։ Այսինքն, եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր մայր օրենքը, ես չեմ կարծում, որ որևէ ժողովրդի ընտրյալ, պատգամավոր կարող է դեմ արտահայտվել այդ կարևոր փոփոխությանը։ Բայց դա ո՞նց է որոշվելու ժողովուրդը։ Դա լայն հանրային քննարկման է դրվելու, լայն առաջարկներ են լինելու, համալրվելու է, փոփոխվելու է, բոլորին հատ հասու է լինելու սահմանադրությունը, որովհետև գիտեք, որ պատմականորեն սահմանադրությունը մեր ժողովուրդը չի ընտրել եւ կապ չի զգացել իր մայր օրենքի հետ, որով պետք է առաջնորդվի իր կյանքի բոլոր փուլերում եւ մենք ուզում ենք, որ նաեւ նոր սահմանադրություն ունենալու նպատակն էլ հենց դա է, որ մեր ժողովուրդը ընդունի, ընկալի եւ առաջնորդվի իր սահմանադրությամբ, ոչ թե ձևական բնույթ կրի։ Տիկին Հակոբյան, ճիշտ հասկացա, որ դուք նկատի ունեք ժողովրդի ճնշման ներքո նաև ընդդիմադիրները սահմանադրական այդ նախագծին կողմ քվեարկելու այդ սցենարն եք դիտարկում։ Մենք որևէ սցենար չենք դիտարկում եւ ժողովրդի ճնշումը ո՞րն է։ Ժողովուրդն է իշխանությունը, եւ պատգամավորներն են քվեարկում, այդ դա եմ ուզում հասկանալ։ Բայց այդ նույն պատգամավորները չքվեարկեցին, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Հա, դա է հենց հարցնում, դա ճնշման արդյունքում նաև է։ Այո, որովհետև ժողովրդին է իշխանությունը, եթե ժողովուրդն ուզի, որ ինքը ունենա այդ սահմանադրությունը, ասում հանրային հրապարակ դրվի քննարկման եւ ժողովուրդը կունենա հնարավորություն իր կարծիքն արտահայտելու, ուզում է թե ոչ, հետո արդեն կհասկանանք ժողովուրդ, իսկ կարող է այդ նախագիծը ներկայացնենք եւ ուրեմն պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր պատգամավորներ ելույթներ ունենան ու պաշտպանեն այդ սահմանադրությունը, դուք բացառում եք։ Եթե լավ բան լինի, միգուցե իրենք էլ աջակցեն։ Իսկ Գոնջորյանի մասով ես արդեն պատասխանել եմ, բայց ձեզ էլ նորից պատասխանեմ։ Պարոն Գոնջորյանը բավարար չափով պատասխանել է հարցերին, ամենասուր հարցերին, պարզաբանումներ է տվել, բայց մենք ընտրում ենք խորհրդարանի փոխնախագահին, ոչ թե հայփոստի որևէ պաշտոնյայի։ Շնորհակալություն։
Պարոն Սաղաթելյան, ուղղակի ուզում եի ճշտել հանձնաժողովի ձեր հասանելիք այդ տեղը, քանի որ չեք վերցնելու։ Դա զիջելու եք ուժեղ Հայաստանին, թե թողնում եք այդպես։ Այդ մասին, երբ որ գա հանձնաժողովները ընտրելու ժամանակ, վերջնական կհայտարարենք։ Ձեզ ինչ-որ մեկը չվերցնելու մասին պաշտոնապես բան ասել է։ Ելույթներում կարծեմ եղավ որ։ Չէ, այդ մասին վերջնական կհայտարարենք։ Բաներից հասկացած որ։ Բայց հասնում է։ Այդ օրակարգի միտեղ հասնում է, այդ օրակարգի ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնի։ Եվ կարող ենք այնուամենայնիվ իշխանության վարկագծին անդրադառնալ, մասնավորապես ես վստահ եմ, որ դուք էլ կհիշեք, պարոն Սաղաթելյան, երբ օրինակ նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների, մերձավորների հետ կապված ինչ-որ պատմություններ էր լինում, գործող իշխանությունը, որ այդ ժամանակ ընդդիմադիր էր, դատապարտում էր եւ այլն, պահանջում էր, որպես ենթարկվեր եւ այլն, հիմա երբ օրինակ Հայկ Կոնջորյանի եղբայրը նման վարկագիծ է դրսևորում, իրենք ասում են, դե եղբայրը ինչ կապ ունի եւ այլն։ Դուք ինչ եք կարծում, այս ամենից հետո Հայկ Կոնջորյանը պետք է շարունակել հավաքնել այդ բարձր պաշտոնին եւ արդյոք ԿՊ-ն չպետք է այդ առումով քաղաքական պատասխանատվության հարց բարձրացնել։ Իրավունք չունի, եթե այնիշ տեղի ունեցել տեղ ունենար հանդիմադիր գործիչներից որևէ մեկի հարազատի, առնվազն ինքը այդ բան կալանավորված կլիներ ու դա երկրի թիվ 1 օրակարգ պատկերացնում եք, չէ՞, ես քարոզչական մեքենայով հիմա ինչ են անում։ Բայց իշխանության պարագային փորձում են պաշտպանվել, փորձում են կարգավորել, փորձում են սղացնել, որ անցնի, բայց կարծում եմ, այն դեպքում, որ մեր հանրությանը ամեն ինչ հայտնի դարձավ նաև ազգային ժողովի այս ամբիոնից հնչած ելույթների արդյունքում։ Պարոն Սաղաթելյան, այսինքն եթե Հայկ Կոնջորյանը այդուհանդերձ ընտրվի ազգային ժողովի փոխնախագահ, իսկ իշխանական պատգամավորների խոսքերից դատելով պատրաստվում են ընտրել իրեն, դուք կարծում եք, որ մի կողմից եղբոր հետ կապված այդ պատմությունը, որը ինչքան էլ ասվում է, որ միջանձնային է, դեռ հստակել չէ այդ միջանձնայինի նախորդող պատմությունը, ինչ կոռուպցիոն հնարավոր դրվագների հետ գուցե առնչություն ունի, եւ նաեւ կնոջ աշխատավարձի եւ այդ ֆոնին նաեւ հայփոստի իրավիճակը, այդ վնասներ եւ այլն։ Այս ֆոնին Հայկ Կոնջորյանին ընտրելով ԿՊ-ն վերցնում է նաեւ այն պատասխանատվությունը կամ այն ամեն ինչը, որ ուղղվում էր Հայկ Կոնջորյանին։ Իհարկե վերցնում է, կիսում է այդ ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտեք, ես մեր երկրի առջև շատ ավելի լուրջ, շատ ավելի կարևոր, շատ ավելի հրատապ եւ առաջնային օրակարգեր կան։ Մեծ հաշվով Հայկ Կոնջորյանը կլինի ազգային փոխնախագահ, թե ուրիշ մի ԿՊ-ական, խոշոր հաշվով ընդհանրապես տարբերություն չկա։ Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետեւյալն են. հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում, սահմանազատում, շատ ուղիղ եւ հստակ հարցադրում եմ արել։ Կարող եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ չեք անելու, կոնկրետ Տիգրանաշենը չեք հանձնելու։ Մարդիկ չեն ժխտել։ Աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր տնտեսությունը, որ կարճ ժամանակ հետո կանգնելու է ծանր ու բարդ խնդիրների առջև։ Սրանք են մեր երկրի կարևոր եւ առաջնային օրակարգերը, բայց ակնհայտ process-ը տեղի ունենում է հիմնական եւ գլխավոր քաղաքական խորքային հարցերից շեղել անձնական ապօրինի գույք, չգիտեմ, քո աղբերը, քո քուրը, քո հերը, քո մերը, չգիտեմ ինչ, բայց շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, որոնց վրա պետք է կենտրոնանալ։ Կապված պարոն Սաղաթելյան, Ադրբեջանից հնչել է կրկին հայտարարություն, Հաջիևը խոսել է սահմանադրությունից եւ ասել է, որ ազդակներ են ստանում, որ այդ հանրաքվեն կլինի, այս պայն փաստացի խորհրդարանում նախագծի անցկացման համար անհրաժեշտ ձայները չունի քաղաքացիական պայմանագիրը, բայց այստեղ քիչ առաջ падգամավորներից մեկը ԿՊ-ի ասում էր, որ գուցե գտնվեն ընդդիմության շարքերում այնպիսի պետականամետ անձինք, ովքեր կքվեարկեն ամեն դեպքում Նազարյանների հավանականությունը չի։ Դրանց հիմա պետական մարդիկ են ասում, հա։ Բայց ավարտեմ, պարոն Սաղաթելյան, հնարավոր է ամեն դեպքում ընդդիմությունը ինչ որ փուլում
միանա այդ օրակարգին, թե բացառվում է կողմ քվեարկելը սահմանադրությանը եւ ընդհանուր առմամբ դուք ինչ եք կարծում այդ երկու երրորդը չունենալով նաեւ ակնարկներ կան, որ թե եթե ժողովուրդը ուզենա ընդունվի այդ սահմանադրությունը, падգամավորները պարտավոր են ժողովրդի կամքին ընդառաջ գնալ։ Սա ինչ կարող է նշանակել։ Նախ բացառում եմ մեր մասով, որ կմիանան ԿՊ-ին այդ նախաձեռնությանը, պարզապես բացառում եմ։ Բայց շատ խորքային հարց եք ասում, տեսեք ինչա տեղի ունենում։ Իրենք սկսում են ժողովրդին լարել մեր դեմ, որպեսզի կարողանան հետո այս սպառնալիքի, շանտաժի, այս քայլերի ներքո բավարարեն Ադրբեջանի պահանջները։ Այո, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը տվել են մեկնարկը, որ ով չի օգնում մեզ կատարենք Ադրբեջանի պահանջը, դրանք հակապետական ուժեր են։ Եվ ես չեմ բացառում, ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու է, փորձելու է մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիալոցես բռնաճնշումները նաեւ պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել։ Մենք գտնվում ենք այս փուլում եւ մեր երկրի գլխավոր հիմնական օրակարգը այս պահին սա է։ Բնականաբար հակազդելու նկատի ունեմ օրինակ խորհրդարանական մակարդակով միայն թե այնուամենայնիվ փողոցային պայքարել կսկսվի։ Ես չեմ պատկերացնում հաջողություն բացառապես խորհրդարանական աշխատանքով։ Ես գտնում եմ, որ մեր ուժը խորհրդարանում բավարար չի փոփոխություն հասնելու համար, դրան պետք է ավելանա մեր ժողովրդի ուժը փողոցում Հայաստանի Հանրապետության հրապարակներում։ Այո, ես մի քանի ամիս առաջ եմ այդ մասին հայտարարել, որ ոչի ճակատ ստեղծելը դա անհրաժեշտություն է։ Այսօրվա մեզ ներսից իհարկե բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվի, այդ թվում նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ովքեր դեմ են մեզ դրսից եւ ներսից պարտադրվող օրակարգին, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք այս մեզ պարտադրվող ու հակապետական ու հակահայկական օրակարգը վիժեցնել։ Հաստատի մեկնարկը տրվի այդ նախագիծը արդեն կառավարություն եւ այլն կսկսվի։ Ես կարծում եմ մինչև դա իրենք ոնց են հիմա սկսել մեր դեմ աշխատել, հակաքարոզություն իրականացնել, փորձել հող նախապատրաստել իրենց օրակարգի համար, մենք հիմիկվանից պետք է նախաձեռնենք, որ այդ իրավիճակում պատրաստ լինենք։ Ու այս աշտանը Հայաստանի համար ակնհայտ է, որ սպասում են ծանր զարգացումներ։ Եվ ընդդիմության գլխավոր օրակարգ իմ կարծիքով պետք է լինի դա։ Պարզ ասեմ, Նարեկ ջան, սահմանագծման սահմանազատման անվան տակ իրենք պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել։ Ուղիղ հարցնում են, դա չեն ժպտում։ Պատրաստվում են չունենալով համապատասխան քվե փոխել սահմանադրությունը։ Գիտեք, ես ակնհայտ տեսեք պատական չէր ինքը հայտարարում սեպտեմբեր պատերազմ։ Ինքը աշնանն է խոսք տվել, բայց բնականաբար ինքը փորձելու է որքան կարող է ժամանակ ձգել։ Այս էլ ենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստ չի այս բագաժով, այս ստացած քվեով, այս ընտրություններով ակնհայտ մանդատներ գողացված կարողանա այս օրակարգը սպասարկել։ Դրա համար իր համար բավականին դժվար է լինել։ Պարոն Սաղաթելյան, Հայաստան խմբակցությունը նախորդ գումարման խորհրդանում ելելի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով այդ 5 տարիներին չստացվեց։ Հիմա ինչ նոր գործիքակազմ եք կիրառելու, որտեղ էլի խորհրդարան պլյուս փողոց կամ փողոց պլյուս խորհրդարան էլի ձևաչափն եք առաջ տանում։ Դե տեսեք, դրանից արդյունավետ ձևաչափ չկա, նոր հեծանիվ ստեղ պետք չի հորինել։ Բայց կներեք դա չաշխատեց։ Ես չաշխատեց, որտեղ մեր ուժերը չբավարարեց։ Եթե կարողանանք ավելի լայն ընդգրկուն կոնսոլիդացիա տեղի ունենա, վստահ եմ, որ կստացվի։ Ուրիշ տարբերակ չկա պարզապես։ Ես ներողություն անհամեստության համար դեռ չենք տեսել նոր գործողություն, նոր ելույթ, նոր անելիք մի բան, որ մենք նախկին շրջանում չենք արել։ Այսինքն իրականության մեջ բավականին բարդ վիճակի մեջ ենք գտնվում, բայց այս է ուղղություն, այս է ճանապարհը։ Ինչքանով կարողանանք դա իրականացնել, կախված է մեր աշխատանքից, ընդդիմադիր ուժերի
հասկացողությունից, ըմբռնումից եւ վճռականությունից։ Պարոն Սաղաթելյան, այդ ոչի ճակատին զուգահեռ նաև հայտարարում էր ընդդիմության միասնական հանրահավաքի մասին։ Ի վերջո այդ հանրահավաքի ճակատագիրն ինչ եղավ կամ սպասվում է, լինելու է, չի լինելու, հանդիպեցին քաղաքական ուժերներ։ Գիտեք, ես դեկտեմբեր ամսին ազգային ժողովից, հիշում եք, պաշտոնական հայտարարություն եմ արել այդ մասին։ Ես շարունակում եմ պնդել, հիմա չեմ ուզում նորից հետ գնալ, ինչ եղել է, բայց որ այս իշխանությունը, որ ունի աննորմալ պետական ռեսուրս, ֆինանսական միջոցներ, ուժային կառույցներ, սրան դիմագրավելու համար առանցին հնարավոր չի բավարարում ուժերը։ Դրա համար անկախ տարաձայնություններից, անկախ շատ հարցերի նկատմամբ տարբեր վերաբերմունքից կան առաջնային օրակարգեր, որտեղ պետք է լինել միասնական։ Հիմա անունը ոչի ճակատ կդնենք, ինչ կդնենք այդ կարևոր չի, կարևորը լինի այդ փոխըմբռնումը ու միասնությունը, նորից եմ կրկնում, մեզ պարտադրվող օրակարգերը ազգային հարցերում մերժելու համար։ Բայց ուզում եմ հասկանալ, պարոն Սաղաթելյան, այդ նախկինում հայտարարված միասնական հանրահավաք այդ ոչի ճակատին էր վերաբերում։ Չէ, այն ժամանակ խոսքը գնում էր ընտրություններից առաջ միասնական ուժերով պայքարելու եւ այլ։ Ոչի ճակատի այդ առաջարկ եղել է մի 7-8 ամիս առաջ։ Հիմա էլ գիտեք, որ ընդդիմության տարբեր միավորների կողմից տարբեր արձագանքներ կան։ Ես կարծում եմ դա տեղի ունենալու։ Մոտավորապես ոչ թվականին կկարողանաք Նիկոլ Փաշինյանը հեռացնել։ Որքան շուտ, այնքան լավ։